Վերջերս ունենք ճանապարհային երթևեկության կանոնների կանոնակարգման մեջ փոփոխություններ, այն է նույն ճանապարհային երթևեկության կանոնների 88 կետի համաձայն վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե խաչմերուկը խցանված է եւ արդեն իսկ կստեղծի դիմացի կամ հարակից երթևեկելի գոտու համար խոչընդոտներ։ Այստեղ ամբողջությամբ թողել են վարորդի կամայական գնահատման վրա եւ չեն սահմանել տեսանելի գնահատման սահմաններ։ Եվ այդ նույն կանոնի, այսինքն կառավարության 955-ն որոշմամբ 1.26 կետով հստակ սահմանված է, որ այս կանոնի կիրառման համար անհրաժեշտ է, որպեսզի խաչմերուկները գծանշվեն դեղին գծանշումներով, վանդակներով, քառակուսի նշումներով։ Հետևաբար կարծում եմ, որ այս նորմի կիրառման համար եւ նաեւ այստեղ հողում է կատարվում արդեն վարչարության եւ վարչական վարորդի մասին օրենքի 124-րդ հոդվածի 5-րդ կետի կարգավորումներով, որ առաջացնում է տուգանք 5000 դրամի չափով եւ 1 միավոր նվազեցնում է վարորդի ընդհանուր միավորներից։ Այսինքն խիստ են պայմանները եւ տուգանք ունենք եւ վարորդի արդեն բալային համակարգից նվազեցվող միավոր ունենք։ Սակայն օրենսդիրը չի ապահովում նույն այդ կարգի համապատասխան գծանշումները եւ ես կարծում եմ, որ սա անթույլատրելի է, որտեղ պետք է չդնենք վարորդի կամայական գնահատման վրա, թե վարորդը ինչ կմտածի այդ պահին կամ ինչպիսի կանխատեսումներ կունենա խաչմերուկը հատելիս, այլ պետք է հստակ ունենանք գծանշված տեսանելի սահման։ Եվ այստեղ արդեն գալիս է երկրորդ օրինակ գնում ենք վիճարկման, առկա արդեն իրավախախտման փաստը արձանագրվել է, ունենք տուժ եւ ունենք որոշում։ Եվ բնականաբար կլինեն վարորդներ, որոնք կդիմեն նաև դատական պաշտպանության իրավունքի իրացմանը։ Այստեղ ես մտածել եմ շատ երկար, հարց է առաջացնում։ Օրինակ բերենք իմ օրինակով ես եւս վարորդ եմ եւ այդ խախտումը կատարել եմ եւ ենթարկվել եմ վարչական տուժի։ Դատարանում ես պետք է ասեմ, ես մտածում էի, որ ես հաղթահարելու եմ կամ չեմ ստեղծելու խոչընդոտ թողնել իմ կամայականության կամ իմ գնահատականի համար, ես կարծում եմ սխալ է։ Խաչմերուկները պետք է համապատասխան կահավորվեն եւ ունենան գծանշումներ։ Եթե լուսացուցի թարթիչների փոփոխման արդյունքում մենք դեղին արդեն լույսի ներքո անցնում ենք խաչմերուկ եւ ստացված, այսինքն առկա խցանման պարագայում մնում ենք խաչմերուկում, հետեւաբար այստեղ մենք որևէ խախտում չենք կատարել, որտեղ օրենքը թույլ է տալիս դեռևս վարող կան դեղին լույսի տակ անցում կատարել խաչմերուկ։ Էլի գալիս ենք այն գնահատման, որ մենք պետք է կանխատեսենք կամ ենթադրենք հաղթահարելու ենք խցանումը, բացելու ենք խաչմերուկը, թե չէ, թե արկախված մնալու ենք խաչմերուկում։ Այս դեպքում մենք վարչական տուժեր չենք ունենում նման իրավախախտումների պարագայում, կոնկրետ ինձ կամ իմ վարույթներում կամ քաղաքացիներ, որոնք զանգահարել են կամ արկա տեղեկատվական համակարգում ամփոփված տեղեկատվությամբ նման իրավախախտման պարագայում որևէ տուժի չենք ենթարկվում եւ միավորներ չենք կորցնում, որովհետեւ այստեղ հստակ է, կանոնները թույլ են տալիս մուտք գործել խաչմերուկ, նորից մնում են անձի արդեն կամայական գնահատման սկզբունքի եզրույթում, արդյոք կարող է անցնել թե ոչ, իհարկե բնականաբար այս պարագայում մենք ունենում ենք խցանված խաչմերուկ եւ այո թույլ ենք տալի հանդիպակաց երթևեկելու գոտուց ավտոմեքենայի անցումը դեպի իրենց ճանապարհ, դու մնում ես կանգնած, որտեղ էլ արդեն անցնելու հնարավորությունը քո փակվում է, բայց սրա մասով չենք կորցնում տուգանային միավորներ կամ ենթարկում վարչական տուժի, այս պարագայում էլ կարծում եմ հենց այս դեղինը, որը թույլ է տալիս մեզ մուտք գործել, այո, հակասում է այն կարգավորմանը 88-ի, որ ես պետք է կանխատեսեի, որ խաչմերուկը խցանված է եւ ստեղծելու եմ խոչընդոտ։ Էլի թողնում են անձի մտածելու կանխատեսումների եզրույթի վրա, որը իմ կարծիքով այս պարագայում սխալ է, քանի որ ճանապարհային կանոնների հստակ կանոնները նաեւ իրենց մեջ ունեն հետեւյալ կահավորանքներ, գծանշումներ, որոշակի կարգավորումներ եւ այս խախտումների համատեքստում ենք մենք արձանագրում խախտման փաստը։ Խցանված խաչմերուկ մուտք գործելու պահին մեկ լուսանկարը, որ վարորդը մուտք գործեց խաչմերուկ, բավարար չէ վարորդին վարչական պատասխանատվության ենթարկելու համար, որովհետեւ գնահատման է ենթակա այլ փաստեր, այլ ապացույցներ, թե օրինակ քանի ավտոմեքենաների համար ստեղծեց խոչընդոտ
խոչընդոտ խաչմերուկը հաղթահարելու համար եւ արդյոք այդ ավտոմեքենաները եւս պետք է ենթարկվեն վարչական տուժի, քանի որ այդ վարորդները եւս գտնվում են խաչմերուկում։ Հետևաբար այստեղ եթե նայենք հավասարազոր է եւ մեղքի արկայությունը եւ բացակայությունը, որովհետեւ վարորդը մուտք գործեց խցանված խաչմերուկ, արկա է լուսանկար, որ այո, վարորդը մուտք է գործում խցանված խաչմերուկ եւ վարորդը ենթադրում է կամ մտածում է, որ հաղթահարելու է խցանված խաչմերուկը եւ չի ստեղծելու խոչընդոտ։ Գնահատման է ենթակա արդեն մուտք գործած արկա ավտոմեքենաների համար, որոնց համար ենթադրվում է վարորդը ստեղծել է խոչընդոտ։ Իսկ իրենց վարքագծի գնահատականը այստեղ արդեն բախվում են, որովհետեւ այս վարորդն էլ կարող է ասել, որ նրա մուտքն էր խոչընդոտում իմ ազատ երթևեկությունը։ Դա կարող ենք ունենալ եւ դա հստակ է, որովհետեւ այո, վարորդն էլ կարող է ասել, այ արդեն իսկ որ մուտք էր գործել, ինձ համար ստեղծեց։ Հետևաբար մեկ լուսանկարը կամ մեկ մուտքը կամ այդ նկարագիրը բավարար չէ վարչական վարույթ հարուցելու, վարչական տուժի ենթարկելու համար։ Յուրաքանչյուր դեպքում, երբ մենք խոսում ենք անձի մեղավորության կամ անմեղության մասին, եւ այդ մեղավորության փաստի հիմքով անձը նաև ենթարկվում է վարչական պատասխանատվության, դա կլինի վարչական պատասխանատվություն, կլինի քրեական պատասխանատվություն, մեղքի արկայության ապացուցումը անուղղակի դրված է այդ իրավախախտման հիմքում։ Հետևաբար, եթե վարորդը մուտք է գործել խաչմերուկ, արկա են այլ խոչընդոտներ, այս դեպքում նաև վթար, որը կարծես կասեցնում կամ կանխում է իր առաջընթացը, չի կարող վարորդը ենթարկել, որովհետև մեղքը իմ կարծիքով, իմ գնահատմամբ իսպառ բացակայում է, այս ամենը պետք է գնահատել, սակայն ես ցանկանում եմ նշել հետևյալը նաև, որ այո, մենք հասկանում ենք, որ Երևան քաղաքում ճանապարհային երթևեկությունը բավականին ծանրաբեռնված է եւ այս պահին էլ ընթանում են շինարարական աշխատանքներ, որոշ փողոցներ ամբողջությամբ կամ մասնակի փակ են, հետեւաբար նաև մենք պետք է գիտակցենք եւ կանխորոշենք եւ կանխատեսենք, որ հնարավոր են խցանումներ եւ մեր վարքագծով որպես վարորդ ոչ թե ամեն ինչ հղում կատարենք օրենքին, գծանշումներին, կահավորանքներին, այո, դրանք պետք է արվեն, բայց միայն դնել շեշտը դրա վրա, որ չկա կահավորանք, չկա գծանշում, չկա եւ մենք պետք է գնանք առաջ, ոչ, ես կարծում եմ իմ սուբյեկտիվ ընկալմամբ, որ մենք էլ այո, մեր մեջ պետք է դասիրակենք հետեւյալը, որպես վարորդ, միշտ շատ ցանկալի է, որ վարորդները լինեն զիջող, ավելի զգուշ եւ ավելի զիջող քաղաքականություն ունենան, այսինքն երբ որ հասնում ենք խաչմերուկ եւ այո տեսնում ենք, որ կա խցանում, միացած են ձայնանշանային ազդանշանները, կա վթար, կատարում են որոշակի գործողություններ, կարծում եմ կարելի է մի փոքր հապաղել եւ մուտք գործել խաչմերուկ եւ սարքել ավելի մեծ խցանումներ կամ անանցանելի կամ այդ լարված իրավիճակը ճանապարհային երթևեկության մեջ։ Հետևաբար այս ամբողջի հաշվարկությամբ նկատի ունենալով այդ ծանր երթևեկությունը ավտոմեքենաների ավելի մեծ քանակը, քան առաջ կար արկա, հնարավոր է նաև որոշակի գծանշումների բացակայությունը, այս չպետք է բերի նրան, որ այդ անթույլատրելի սահմանը մենք անցնենք եւ հետո ասենք, որ դա արված չէր եւ մենք անցանք։ Կարելի է մեզ դաստիարակենք այնպես, որ որոշակի նորմեր գործի մեր ներսում, մեր գիտակցության ներսում մենք հասկանանք, որ այո, չկա գծանշումը, բայց կարելի է զիջել, կարելի է չմտնել խաչմերուկ, կարելի է էլ ավելի չբարթացնել իրավիճակը։ Ես սա եւս դիտարկում եմ, որ կոնկրետ էլի որպես վարորդ ես միշտ խաչմերուկներում, երբ նկատում եմ առանց այս 88-րդ կետի կիրառման, եթե տեսնում խաչմերուկը գեր ծանրաբեռնված է, այլևս մուտք չեմ գործում խաչմերուկ, թույլ եմ տալիս դատարկվի խաչմերուկը եւ հանգիստ երթևեկում եմ, եւ դա նորմալ է։ Բոլոր իրավախախտումները նկարահանվում եւ տեսանկարահանվում են։ Հետեւաբար յուրաքանչյուր իրավախախտման հիմքում դրված են այդ տեսանկարահանման նյութերը։ Վարորդը իրավունք ունի, եթե կատարված իրավախախտման հետ համաձայն չի, նախ բողոքարկել վերադասության կարգով, գանգատարկել, նշելով այն բոլոր փաստերը, որ ըստ իրեն պետք է որոշում կայացնելուց հաշվի առնել վարչական մարմինը։ Եթե իր գանգատը չբավարարվի, իրավունք ունի նաև դիմելու վարչական դատարան, բայց պարտադիր պայման չէ, կարող է միանգամից այդ որոշումը վիճարկել վարչական դատարանում հայց ներկայացնելու միջոցով եւ այդ վիճարկումը իհարկե գրավոր ընթացակարգով է լսվելու, գնահատականը կտա դատարանը։
Բնականաբար այս պարագայում վարորդը այդքան շատ փաստեր չի կարողանում վկայակոչել, որովհետև մենք դիտարկում ենք ընդհանուր տեսագրությունում հստակ երևում է, թե ինչ իրավախախտում է կատարել, պատկերացրեք, որ այո, վիճարկումն էլ բավականին բարդ է լինում, եթե ստանում ենք տեսանկարահանող սարքերից, բայց եթե կոնկրետ հենց բարեկային ծառայության աշխատակցի կողմից է վարչական վարույթ իրականացում, կազմում վարչական արձանագրություն, հետո վարչական ակտ ենք ստանում։ Այս պարագայում այո, լինում են վարչական վարույթի ընթացակարգերի նորմերի խախտումներ, այսինքն կարա բարեկային ծառայություն իրականացնող ծառայողը չտիրապետի ամբողջ իրավական նորմերին, կարգավորումներին եւ վարչարարությունը ընթացակարգային նորմերի խախտում ունենանք, այսինքն անձին չբացատրվի իրավունքները, պարտականությունները, թե վարչական վարույթ ի վերջո, երբ ենթարկվում ես վարչական տուժի եւ այդ վարչական տուժի ենթարկվելը բարեկային ծառայողի կողմից, այսինքն կանգնացրել է ավտոմեքենան, արձանագրել է որոշակի իրավախախտում եւ անձին ենթարկվում է վարչական իրավախախտման համար վարչական պատասխանատվության, այս պահից սկսվում է վարչական վարույթը։ Վարչական վարույթը ունի հստակ իր կանոնները, սկսելը եւ ավարտելը, արձանագրությունը։ Այս պարագայում այո, սխալները շատ են լինում եւ արձանագրված իրավախախտման ոչ ճիշտ նաեւ գնահատականն է լինում սխալ։ Այլ բան է տեսանկարահանող սարքերի միջոցով արձանագրված իրավախախտումները, այլ բան է հենց բարեկային ծառայություն իրականացնող ծառայողի կողմից իրականացվող վարչարարությունը։ Այո, այստեղ ավելի շատ են դեպքերը, երբ անձի, այսպես ասած, իրավունքները խախտվում են։ Ես միշտ մեկ օրինակ եմ բերում սթափության մասով, հետաքրքիր, ես այդպես եմ տրամաբանում։ Անձին կանգնացնում են, անցնում է ստուգումը եւ ոչ սթափ լինելու համար, օրինակ զրկվում է վարորդական իրավունքից կամ այդ ոչ սթափ լինելու համար չի ենթարկվում հստակ պահանջին, օրինակ թեստ հանձնելու, այրուն հանձնելու եւ պարզելու ալկոհոլի քանակը այրյան մեջ եւ այս պարագայում արդեն 2 տարի է զրկվում կանոններով, բայց այստեղ մի հարց, եթե անձը գտնվում է այդ շատ բարձր ոչ սթափության սահմաններում, արդյոք գիտակցում է, թե իր հետ այդ պահին ինչ վարչարարություն է իրականացվում եւ արդյոք կարող է գնահատել ստեղծված իրավիճակը։ Կարծում եմ, այս շատ ուշադրության արժանի հարց եմ բարձրացնում եւ կարծում եմ, այս պարագայում պետքա անձին պետությունը ապահովի փաստաբանի, իրավապաշտպանի ներկայություն։ Քանի որ այնտեղ միավորներ կան, որ երբեմն մենք կարդում ենք ու մտածում ենք, թե անձը ինչպես է կարողանում կանգնել կամ ոնց է, որ դեռ կենդանի է, այսինքն ունենում ենք ոչ սթափության այդ մակարդակը, հետեւաբար այդ մակարդակում անձը ինչպես կարող է իրացնել իր իրավունքները, այն էլ այդ վարչարարության փուլում, հանձնում է թեստ, ստորագրում է արձանագրությունը, լսում է տեսուչի հրահանգները, իբր թե օգտվում է իր իրավունքներից, օրինակ լռելու, չխոսելու, արձանագրությունը չստորագրելու, բացատրություն տալու, հետեւաբար ինձ միշտ հետաքրքրել է եւ ես որոշել եմ այս հարցը նաեւ բարձրացնել դատարանում հենց, օրինակ եթե կա որոշում, արձանագրություն, մենք դատանի առջև ենք, անձի այս իրավունքի իրացումը հենց վարչարարության ընթացքում իր իրավունքները, պարտականությունները ինչպես են բացատրվել, եթե ինքը ոչ սթափ է եւ ընդհանրապես չի էլ հասկանա, կարծում եմ, թե ինչ իրեն բացատրվեց, ինչ իրավունքներ ունի, ինչից պետք է օգտվի, ինչից պետք է չօգտվի, ոնց իրացնի, չէ՞ որ այս իրավունքների իրացման ժամանակ հնարավոր է որ հենց այդ ոչ սթափ վարորդը չզրկվի վարորդական իրավունքից։